առնչություն չկա, ես ներկայացնում լիազորագիրը, բայց այլ մասով հետաձգելու միջնորդություն ունեմ։ Լիազորագիրն է, որպեսզի էսպայից սկսած իմ խոսքը պատշաճ լինի, որպես դատախազես դատական նիստին բողոքի քննությանը մասնակցելու առումով, պատվաժան դատարան այսօր եմ լիազորվել մասնակցելու ուսում դատական քննությանը, բողոքի քննարկմանը եւ պայմանավորված այն հանգամանքով, որ բազմահատոր քրեական գործ է եւ դատարանում գործի քննություն մի քանի տարի տևած, բացի այդ արկային մի քանի բողոքներ, այդ թվում հենց այլ դատախազի բողոքը, որոնց ամբողջությանը ծանոթանալու օբյեկտիվ հնարավորություն եւ կարճ իսկ կարճ ժամանակահատվածում բնականաբար չեմ ունեցել, ուստի պատվաժան դատարան խնդրում եմ այդ հիմքով նիստը հետաձգել, որպեսզի պատշաճ հնարավորություն եւ ժամանակ ունենամ ծանոթանալու բոլոր վերաբերելի նյութերին եւ հաջորդ դատական նիստին պատշաճ կերպով կարողանամ մասնակցել դատական նիստին։ Դուք առաջին հայցանի դատանում չեք մասնակցել։ Ոչ, նստեք։ Դատանում ներկայացվեց Երևան քաղաքի դատախազի գրությունը ուղղված վերաքննիչ քրեական դատանին, որում մասնավորապես նշված է հետևյալը։ Վերաքննիչ քրեական դատանում ձեր նախագահությամբ ԵՏՄ-1-0394-01-15 ներկայացված բողոքների հիման վրա իրականացվող քննությամբ դատական նիստ է նշանակվել 2026 թվականի հունվարի 12-ին ժամը 16:00։ Դատախազության մասին օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով սենգործով վերաքննիչ քրեական դատանում բողոքի քննությանը մասնակցել է հանձնարարում Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Հայկ Ավետյանին, ով ներկայացել է այսօրվա դատական նիստին։ Դատանը որոշեց Հայկ Ավետյանին ներգրավել սենգործով որպես մեղադրող։ Մեղադրողը նաև միջնորդեց գործի քննությունը հետաձգել, նկատի ունենալով, որ այսօր է ներգրավում գործի քննությանը եւ ծանոթ չէ գործի նյութին։ Ես ճիշտ հասկացա։ Այո, պատվաժան։ Լավ։ Կողմերը ինչ կարծիք են միջնորդության կապակցությամբ կան առարկություններ։ Այո, պատվաժան դատարան հարգելի մեղադրող, եթե չեմ սխալվում 9-րդ մեղադրումն է այսօր։ Ամերիկայի արտագաղթել ոնց է պաշտպանա դարձել, արտան դիմադիա դարձել։ Ավեցանի ինչ կատարել։ Ես իհարկե հասկանամ գործի նյութերին անհրաժեշտ է ծանոթանալ, բայց կրկին ինչ այսօր շարունակել եւ քննարկման առաջադարձել ամենայն ձեր իսկ որոշման կապման միջոցի հարցը պարոն Համբարձումյանի, այն կարծիքով մենք գործ ունենք պրոֆեսիոնալ դատախազի հետ, որի համար դժվարություն չի ներկայացնի լիարժեք մասնակցել այդ հարցի քննարկմանը, ինչպես հարցը բազից բարձրին կարծիքով։ Կապեի շարունակենք, քննարկենք միջնորդությունը, որից հետո հետաձգենք բնականաբար իրանքից հրամանելով հարգելի մեղադրողի ծանոթանալ գործին։ Այլ կարծիքներ։ Պատվաժան դատարան, ես եւս միանում եմ գործընկերոջս, գտնում եմ, որ այսօր այս դատական նիստի ընթացքում նախնեվարաշ պետք է քննարկման ենթարկվի խափամիջոցի վերաբերյալ մեր միջնորդությունը, որը իդեպ վերաքննիչ քրեական դատարանը վերաքննիչ բողոքները վարի տեսնելու մասին որոշման փաստել է, որ դրանք պետք է քննարկվեն դատական նիստում։ Իհարկե իմ համար հասկանալի է, որ հանրային մեղադրողը նոր է ներգրավում եւ ծանոթ չէ քրեական գործի նյութերին, թեև նշեմ, որ ուրբաթ օրը առավոտյան, երբ որ տեղեկացել եմ, որ առաջին հայցանի դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Բեգլարյան Արմենը աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել, անհապաղ դիմում եմ հասցեագրել Երևան քաղաքի դատախազ պարոն Ռաֆայել Մանուկյանին, առայն որպեսզի միջոցներ ձեռնարկվեն այդ պահից սկսած, որպեսզի այսօրվա դատական նիստին ներկայանա արդեն գործի նյութերին ծանոթացած դատախազ։ Սակայն մենք ունենք հակառակ պատկերը, մասնավորապես դատախազ Ավետյանը նշեց, որ ծանոթ չէ քրեական գործի նյութերին։ Այս մասով իմ համար տրամաբանական է, որ բողոքների բուն քննարկմանը մասնակցելու համար դատախազը այո պետք է ծանոթանա քրեական գործի նյութերին, սակայն պատվաժան դատարան խափամիջոցի հարցի քննարկման համար կարծում եմ պարտադիր չէ քրեական գործի նյութերի ծանոթանալը, հատկապես պաշտպան խափամիջոցը գործից դուրս ինչ-որ բան է։ Գործի մասն է, չէ՞, խափամիջոցը։ Թույլ տվեք ավարտել պատվավոր դատարան, նկատի ունենալով այն հանգամանքը, որ առաջին հայցանի դատարանի կողմից խափամիջոց կալանքը կիրառվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի հիմքով,
այսինքն բացառապես այն հիմքով, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ, եւ պրակտիկայում շատ հաճախ ընդամենը 1-2 ժամ ժամանակ է տրամադրվում, որպեսզի պաշտպանները գործընթացին ծանոթանան եւ խափամիջոցի վերաբերյալ դատական իսկ ներկայացնեն։ Հետևաբար պատվարժան դատարան նկատի ունենալով, որ խափամիջոցի վերաբերյալ միջնորդության քննարկումը իրենից որևէ բարդ գործընթաց չի ներկայացնում, այդ մասով առարկում ենք եւ գտնում ենք, որ այդ միջնորդությունը պետք է քննարկվի։ Հատկապես այն պայմաններում, երբ որ պարոն Համբարձումյանի նկատմամբ նշանակվել է քրեադատավարական օրենսդրությամբ չնախատեսված կարգով, այսինքն անժամկետ կանանք։ Այսքանը։ Լավ, եթե տարբերվող այլ կարծիքներ չկան, արգելի ձեզ որքան ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մեթոդից անենք։ Պատվարժան դատարան ձեր դեպությամբ իջեցվում այդ հարցին պատասխանելը փոքրիկ անդրադարձ կատարում են նշված հանգամանքին, որ խափանման միջոցի հարցը կարող է քննարկվել հիմա դիրքորոշման առումով։ Խափանման միջոցի հարցը, ինչպես դուք հարցադրման միջոցով, բայց այնուամենայնիվ նկատառում ներկայացրիք, որ քրեական գործի նյութերից դուրս գտնվող հանգամանք չէ եւ բոլոր ամենայն դեպս պրոֆեսիոնալ իրավաբանները գիտեն, որ եթե քրեական գործին առնչվող թեկուզ մի փոքրիկ հանգամանք կա, այն միայն ամբողջության մեջ կարող է դիտարկվել որպես առանձին հանգամանք եւ ասել, որ խափանման միջոցի հարցը կապ չունի ընդհանուր քրեական գործի հետ, առնվազն պրոֆեսիոնալ չի լինի։ Հետևաբար պատվարժան դատարան նորից պնդում եմ իմ միջնորդությունը, խնդրում եմ հետաձգել դատականիստը, որպեսզի ես բավարար միջոցներ եւ ժամանակ ունենամ նրան, ինչպես նախատեսված է քրեական դատավորության օրենսգրքով, ինչպես նախատեսված է տարատեսակ միջազգային կոնվենցիաներով, որպեսզի կարողանամ պատշաճ կերպով ներկայանալ եւ դիրքորոշումներն արտահայտել այդ կոնտեքստում։ Քանի որքան ժամանակ է ձեզ անհրաժեշտ։ Պատվարժան դատարան մեկ շաբաթ ինձ բավարար կլինի, մի քանի օր, այսինքն այսպես ասեմ։ Լավ, նստեք, եթե ավարտեցիք, մինչև հետաձգելու վերաբերյալ միջնորդության անդրադառնալը դատանի կազմի վերաբերյալ անհրաժեշտ է համարում որոշակի տեղեկություններ ներկայացնել, մասնավորապես նշված քրեական գործը մակագրվել էր նախագահ դատավոր Արություն Պետրոսյանին եւ պարոն Սևակ Համբարձումյանին։ Նկատի ունենալով, որ պարոն Համբարձումյանը գտնվում էր ամենամյա արձակուրդի մեջ նախագահ դատավորի զեկուցագրի հիման վրա, դատարանի նախագահի կողմից գործի քննությանը ներգրավել են դատավորներ պարոն Մակար Կիրակոսյանը եւ պարոն Արմեն Բեկտաշյանը։ Այնուհետև 2026 թվականի հունվարի 7-ին նկատի ունենալով, որ պարոն Բեկտաշյանը այդ այն գտնվում էր հունվարի 12-ին գտնվելու էր արձակուրդի մեջ եւ պարոն Սևակ Համբարձումյանը արդեն իսկ վերադարձել էր արձակուրդից, կրկին նախագահ դատավորի զեկուցագրի հիման վրա գործի քննությանը պարոն Բեկտաշյանի փոխարեն ներգրավել է պարոն Սևակ Համբարձումյանը։ Այսինքն դատարանի կազմը ձևավորվել է այս ընթացակարգով։ Դատարանը քննարկելով Դատարանը լսելով կողմերի կարծիքը եւ նկատի ունենալով, որ քրեական գործը բաղկացած է 40 հատորից, հաշվի առնելով նաեւ, որ մեղադրողին անհրաժեշտ է ողջամտորեն անհրաժեշտ է ժամանակությունին ծանոթանալու համար, հաշվի առնելով նաեւ, որ ներկայացվել է միջնորդություն մեղադրողի նկատմամբ տրված խափամիջոցը վերացնելու վերաբերյալ, ինչը ենթադրում է որոշակի անապահովություն, դատարանը որոշեց մեղադրողի միջնորդությունը բավարարել եւ ժամանակ տրամադրել գործին եւ դրին ծանոթանալու համար 1 շաբաթ ժամկետով։ Եվ գործի քննությունը հետաձգել եւ նշանակել 2026 թվականի հունվարի 19-ին